Մարդու մարմնի 70%-ը ջուր է։ Եթե մեր օրգանիզմը կորցնի այդ ջրի 1 կամ 2%, մենք կտուժենք ծայրահեղ ծարավից։ Եթե այդ ջրի 5%-ը կորցնենք, կոմայի մեջ կընկնենք, իսկ եթե կորցնենք 12%-ը, կմահանանք։ Ոչ միայն մարդիկ, այլ ոչ մի կենդանի արարած չի կարող գոյատևել առանց ջրի։ Ուստի ջուրն ինքնին կյանք է։ Ինչպես ջրի կարիքն ունենք մեր ֆիզիկական կյանքի համար, մեզ կյանքի ջուրն է պետք մեր հոգոր կյանքի համար։ Ով կարող է մեզ տալ այն կյանքի ջուրն, որն անհրաժեշտ է մեր հոգևոր կյանքի համար։ Աստվածաշնչի միջոցով պարզենք, թե յուրաքանչյուր դարաշրջանում ով է կյանքի ջուր տալիս։ Եհովան հոր դարաշրջանում, Հիսուսը որդու դարաշրջանում, Հոգին հարսը Սուրբ Հոգու դարաշրջանում կյանքի ջուր են տալիս։ Բոլոր դարերի ընթացքում Աստված է եղել, ով տվել է կյանքի ջուրը։ Ապա, ովքեր են Հոգին հարսը, ովքեր մեզ տալիս են կյանքի ջուրը այս դարում։ Հայտնություն գլուխ 2-12 համար 17։ Հոգին ու հարսն ասում են. թող ձրի վերցնի կենաց ջուրը։ Հոգին Հայր Աստվածն է։ Ապա, ով է հարսը։ Հայտնություն գլուխ 2-17 համար 9։ Արի, քեզ պիտի ցույց տամ հարսին, գառան կնոջը։ Ցույց տվեց ինձ Սուրբ քաղաքը, Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից Աստծու մոտից։ Գրված է, որ հարսը երկնային Երուսաղեմն է, գառան կինը։ Ով է մեզ համար երկնային Երուսաղեմը։ Գաղատացիներին գլուխ 4 համար 2-20։ Իսկ վերին Երուսաղեմը, որ բոլորիս մայրն է, ազատ է։ Երկնային Երուսաղեմը բոլորիս մայրն է։ Հետաբար հարսը, ով մեզ տալիս է կյանքի ջուրը Հոգու, Հայր Աստծո հետ միասին, Մայր Աստվածն է։ Այդ դեպքում ինչպես են մեզ տալու կյանքի ջուրը։ Հովհաննես գլուխ 6-2-54 համար։ Ով ուտում է իմ մարմինը, խմում իմ արյունը, հավիտենական կյանք ունի։ Ինչպես կարող ենք ուտել Հիսուսի մարմինը, խմել նրա արյունը։ Ղուկաս գլուխ 2-12 համար 15։ Շատ ցանկացա իմ չարչարվելուց առաջ այս զատկական ընթրիքը ձեզ հետ ուտել։ Եվ հացը վերցնելով գոհություն հայտնեց, կտրեց ու նրանց տվեց ասաց. այս է իմ մարմինը, որ ձեզ համար է տրվում։ Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, որ ձեզ համար է թափվում։ Հիսուսն ասաց, որ զատկի հացը իր մարմինն է, իսկ զատկի գինին իր արյունն է։ Երբ մենք պահում ենք նոր ուխտի զատիկը, մենք կարող ենք ստանալ կյանքի ջուրը, ունենալ հավերժական կյանք։ Խնդրում եմ, պահեք նոր ուխտի զատիկը, ընդունեք կյանքի ջուրը Հայր Աստծուց, Մայր Աստծուց։